Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Վերադարձ միասնությանը Դերեկ Պրինս Այսօրվա իմ ուսուցման վերնագիրը հետևյալն է Վերադարձ միասնությանը Ես նկատի ունեմ միասնությունը Քրիստոսի մարմնի մեջ որը Հիսուս Քրիստոսի եկեղեցին է երկրի վրա Խոսքը չի վերաբերում որևէ հարանվանությանը կամ որևէ պիտակ ունեցող անձնավորությանը, բայց խոսքը բոլոր այն մարդկանց մասին է, ովքեր Հիսուսին ճշմարտապես ընդունել են որպես փրկիչ և Տեր, և փնտրում են ապրել նրա համար և կատարել նրա կամքը։ Կարևոր չէ, թե ինչ ազգությունից են կամ մշակութային ինչ ծագում ունեն նրանք։ Հիսուսի աչքերում երկրի վրա կա միայն մեկ եկեղեցի։ Դա ոչ թե կաթոլիկ եկեղեցին է, ոչ թե բողոքական, ոչ մկրտական, ոչ էլ անգլիկան։ Դա նրա եկեղեցին է։ Եվ ես հավատում եմ, որ նա խանդով է վերաբերվում այն հանգամանքին, որ այն լինի հենց իր եկեղեցին և միայն իրենը։ Ավելի քան 20 տարի առաջ, երբ վերջին անգամ ծառայել եմ որպես հովիվ, ես հաճախ ասում էի իմ եկեղեցին։ Բայց մի օր Տերը խոսեց ինձ հետ և ասաց, կարող ես ինձ անկեղծ ասել, թե ում եկեղեցին է դա։ Ես մի պահ լռեցի, մտածեցի ու պատասխանեցի, Տեր, հույս ունեմ քոնն է, բայց վստահ չեմ։ Այդ պահից ես մի կողմ դրեցի այն միտքը, թե եկեղեցին ինձ է պատկանում և հրաժարվեցի սեփականաշնորհման պիտակներից։ Ես խոսում եմ միասնությանը վերադառնալու մասին, որովհետև Գործք առաքելոց գրքում հստակ տեսնում ենք, որ եկեղեցին սկսվեց միաբանությամբ։ Թույլ տվեք կարդալ մի քանի հատվածներ, որոնք դա հստակ ցույց են տալիս։ Անդրադառնանք եկեղեցու ծննդյանը, որը նկարագրված է Գործք առաքելոց 2:1-ում։ Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Նրանք միաբան էին, և նույն գլխում մի փոքր հետո, երբ Սուրբ Հոգին իջել էր, և բազմաթիվ մարդիկ հավատքի էին եկել։ 44-ից 46-րդ խոսքերում գրված է. Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ունենար։ Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում, ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։ Նկատեք, նրանք միասին էին, միաբան։ Այդպես ծնվեց եկեղեցին։ Ավելի ուշ Գործք առաքելոց 4-րդ գլխի 32-րդ խոսքում գրված է. «Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր»։ Հստակ է, նրանք մեկ մարմին էին, մեկ ժողովուրդ։ Եվ երբ նայում ենք Պողոս առաքյալի նամակներին, նա գրում է Կորինթոս քաղաքում գտնվող եկեղեցուն, եկեղեցուն Թեսաղոնիկեում, եկեղեցուն Փիլիպպեում, նա երբեք չի գրում Կորինթոսում գտնվող մկրտական կամ կաթոլիկ եկեղեցուն։ Պարզապես եկեղեցուն, նա կարիք չուներ պիտակներ ավելացնելու։ Հետաքրքիր հարց է, եթե այսօր Պողոսը գրեր նամակ Սինգապուրի եկեղեցուն, ուր պետք է ուղարկեր այն։ Ով պիտի այն ընդուներ։ Ես ասում եմ միայն մեկ բան ընդգծելու համար, որքան ենք հեռացել այն նախատիպից, որով Աստված հիմնեց իր եկեղեցին։ Ես չեմ փորձում ձեզ մեղադրել, նույնիսկ ինքս ինձ չեմ փորձում մեղադրել։ Մենք պատասխանատու չենք անցած դարերի պատմության համար, մենք գուցե կրենք դրա հետևանքները, բայց մենք պատասխանատու ենք մեր այսօրվա արձագանքի և մեր կողմից կատարվող քայլերի համար։ Մի բան հստակ է. Երբ Հիսուսը վերադառնա, նա վերադառնալու է միավորված եկեղեցու համար։
Քանի որ եկեղեցին նրա հարսն է, եւ վստահ եմ բոլորս համաձայն ենք, Հիսուսը երկու հարս չի ունենա։ Նա չունի առանձին կաթոլիկ հարս եւ առանձին բողոքական հարս։ Այդպես չէ։ Ուրեմն ինչ-որ կերպ մինչ այդ պահը եկեղեցին պետք է ընկալվի որպես այն ժողովուրդը, որը միասնաբար հանդիսանում է Քրիստոսի հարսը։ Գուցե սա ձեզնից ոմանց համար շատ հեռու եւ անհնար, անիրականալի թվա։ Բայց Հիսուսն ասաց, մարդկանց համար սա անհնար է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Իմ անձնական համոզումն այն է, որ եթե Աստված ինչ-որ բան խոստացել է, նա այն կիրականացնի։ Ես կասկածի տակ չեմ դնում դա, բայց ես ուզում եմ իմանալ ինչպես է նա անելու դա, եւ ես ինչ արձագանք պիտի տամ։ Բայց ես չեմ հարցնում հնարավոր է արդյոք նրա ասածը կատարվի, ես գիտեմ նա կարող է։ Գործք առաքելոց 3-րդ գլխում կա շատ կարևոր մի հայտնություն, այս դարաշրջանը ավարտվելու է մի շրջափուլով, որը կոչվում է ամեն բանի վերականգնման ժամանակ։ Եվ երբ մարդիկ հարցնում են ինչ է վերականգնումը, իմ սահմանումը հետևյալն է։ Վերականգնումն ամեն բան վերադարձնելն է իր ճիշտ տեղը եւ ճիշտ վիճակի մեջ։ Ես հավատում եմ, որ հենց դա է անում Աստված իր ժողովրդի հետ։ Ըստ հին կտակարանի մարգարեությունների իմ հասկացողության, Աստված ունի ժողովուրդ, որի հետ կապված է ուխտով, որը երբեք չի խզի։ Այդ ժողովրդի անունն Իսրայել է։ Մոտ 18 դար շարունակ նրանք եղել են այն վայրից դուրս, որ Աստված նախասահմանել էր նրանց համար, բայց այս դարում Աստված նրանց վերադարձնում է ճիշտ տեղը եւ ճիշտ վիճակի մեջ։ Ես չեմ կարծում, թե հարկավոր է ձեզ ցույց տալ, թե որքան մեծ դիմադրություն կա այդ գործընթացին, քանի որ կան ուժեր, որոնք կկանգնեն Աստծո ծրագրերի դեմ։ Այս երեկո սակայն ես չեմ խոսելու Իսրայելի մասին, այլ խոսելու եմ Աստծո ուխտի ժողովրդի եկեղեցու մասին։ Իմ համոզմամբ այնպես ինչպես Իսրայելը մոտ 18 դար եղել է հեռու իր ժառանգությունից երկրի վրա, այնպես էլ եկեղեցին գրեթե նույնքան ժամանակ եղել է հեռու Հիսուս Քրիստոսի մեջ եղող իր հոգևոր ժառանգությունից։ Այս դարը շատ առումներով նշանակալի է։ Մեկ հիմնական պատճառներից մեկն այն է, որ Աստված իր ժողովրդին վերադարձնում է իր ճիշտ տեղը եւ ճիշտ վիճակի մեջ։ Թույլ տվեք կարդալ Գործք առաքելոց 3-րդ գլխի 19-ից 21 խոսքերում Պետրոսի խոսքերը։ Դրանք ուղղված են Աստծո ժողովրդին եւ այսօր էլ նույնքան արդիական են, որքան այն ժամանակ։ Արդ ապաշխարեք ու դարձի եկեք, կամ էլ վերադարձեք Աստծուն, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջից հանգստյան ժամանակները գան եւ նա ուղարկի վաղօրոք ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին։ Նա պետք է մնա երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականանա այն ամենը, ինչի մասին Աստված դարեր առաջ խոսեց իր սուրբ մարգարեների բերանով։ Ես կցանկանայի ձեզ ներկայացնել 4 պարզ փուլեր, որոնք իմ կարծիքով ներկայացնում են այն ճանապարհը, որով Աստված պատրաստում է իր եկեղեցին Տիրոջ վերադարձին ընդառաջ։ Քանի որ բոլորս այստեղ հասկանում ենք անգլերեն, ես դրանք ներկայացնում եմ որպես 4 բառ, որոնք սկսվում են ռե նախածանցով։ Եթե դուք ունեք ձեր Աստվածաշունչը, վերադառնանք 19-րդ համարին, կտեսնենք առաջին բառը։ Դա հետևյալն է. ապաշխարեք։ Ապաշխարությունը առաջին քայլն է։ Ամեն անգամ, երբ Աստծո ժողովուրդը շեղվում է նրա կամքից, կա մեկ հիմնական պահանջ՝ ապաշխարություն։ Ոչ ոք չի կարող վերադառնալ ճիշտ հարաբերության Աստծո հետ, եթե փորձի շրջանցել այս փուլը։ Ապաշխարությունը հույս չէ, այն որոշում է։
Նոր կտակարանում օգտագործված հունարեն բառը սովորաբար նշանակում է մտքի փոփոխություն։ Այսինքն ես փոխում եմ իմ միտքը։ Իրականում սա է իմաստը։ Ես ապրել եմ, ինչպես ես եմ ուզել, ես եմ որոշել ըստ իմ ճշտի, ես հավատացել եմ այն բանին, ինչ ինքս եմ ընտրել, ես ձգտել եմ իմ նպատակներին, բայց հիմա ես փոխում եմ իմ միտքը։ Ես դառնում եմ դեպի Աստված, հնազանդվում եմ նրան առանց վերապահումների ու ասում եմ. Աստված, դու ասա ինչ անեմ, եւ ես կանեմ։ Սա է ապաշխարությունը։ Եվ այս օրերում հենց սա է ամենաանհրաժեշտ շեշտադրությունը եկեղեցում։ Շատերն են կարծում, թե կարելի է դա շրջանցել, բայց դա չի գործում։ Դրան փոխարինող ոչինչ չկա։ Ոմանք հարցնում են, իսկ քրիստոնյաները կարիք ունեն ապաշխարելու։ Ամեն մարդ, ով կորցրել է ճիշտ հարաբերությունն Աստծո հետ, պետք է ապաշխարի։ Նոր կտակարանի վերջին գրքում հայտնություն գրքում Հիսուսն ուղերձներ է տալիս 7 եկեղեցիներին։ Եվ այդ 7 եկեղեցուց 5-ին առաջին պահանջն էր. ապաշխարեք։ Եթե այսօր նույն համամասնությունն է, ապա յուրաքանչյուր 7 քրիստոնյաներից 5-ը կարիք ունի ապաշխարելու։ Ես անձամբ կարծում եմ այդ թիվն ավելի մեծ է։ Անցել է ժամանակը, երբ մարդիկ լիարժեք պատկերացնում էին, ինչ է նշանակում ամբողջությամբ հնազանդվել Աստծուն, լիովին իրենց նրան նվիրել։ Իսկ նա, ով իսկապես ապաշխարել է, պահանջներ չի դնում, պայմաններ չի թելադրում։ Նա պարզապես ասում է, ահա ես Աստված քոնն եմ ամբողջությամբ, ասա ինչ անեմ։ Եվ երբ հասնում ես այդ կետին, կարող եմ վստահեցնել, Աստված կասի ինչ անել։ Ոմանք գուցե ասում են, ես չգիտեմ որն է Աստծո կամքը, չեմ հասկանում նրա ծրագիրը։ Ես կառաջարկեմ հետևյալը, փորձիր ապաշխարել։ Կարծում եմ շուտով շատ պարզ պատասխան կստանաս Աստծուց։ Բայց նա պատասխանում է ոչ թե անհնազանդներին, այլ հնազանդ սրտով մարդկանց։ Ապաշխարությունից հետո գալիս է հաջորդ բառը։ Գործք 3:19-ում։ Որն է այդ բառը։ Հանգստություն կամ թարմություն։ Երբ ապաշխարում ենք, սկսում ենք զգալ վերականգնում, թարմություն, կյանքը վերադառնում է, կյանքը կրկին ոգևորիչ է դառնում։ Եկեղեցի գնալը դառնում է ուրախություն, աղոթքաժողովին մասնակցելը բերկրանք, քրիստոնեական կյանքով ապրելը կյանքի իմաստ։ Եթե քրիստոնեական կյանքը քեզ համար ձանձրալի է կամ միօրինակ, նշանակում է քեզ պետք է թարմացում։ Իսկ դրա համար պետք է ապաշխարություն։ Սակայն թարմությունն Աստծո վերջնական նպատակը չէ։ Վերջին տասնամյակներում եկեղեցին որոշ չափով վերակենդանացում է ապրել խարիզմատիկ շարժման միջոցով։ Այն իդեալական չի դարձրել մեզ, բայց շատ բան է փոխել, սակայն մեզ չի հասցրել նպատակակետին։ Ես հավատում եմ, թարմության նպատակը նոր տեսիլք եւ ուժ տալն է շարունակելու դեպի Աստծո վերջնական նպատակը։ Այնուհետև Գործք 3:21-ում գալիս է հաջորդ բառը։ Վերականգնում։ Աստված ուզում է, որ թարմությունն առաջնորդի դեպի վերականգնում։ Շատ խարիզմատ քրիստոնյաներ սխալ են ընկալել սա կարծելով, թե Սուրբ Հոգով մկրտվելը, հոգևոր պարգևների ստացումը կամ Աստծուն փառաբանելը վերջնանպատակ է։ Բայց դա այդպես չէ։ Դա ընդամենը քաջալերանք է Աստծո կողմից դեպի վերջնանպատակը շարժվելու համար։ Իսկ վերջնանպատակը վերականգնումն է։ Այնուհետև գրված է Հիսուսը պետք է մնա երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականանա բոլոր բաների վերականգնումը։ Այսպիսով, վերականգնման այս շրջանի ընթացքում եւ արդյունքում մենք կարող ենք սպասել 4-րդ բառին։ Դա արդեն ուղիղ տեքստում չկա, բայց ենթադրում է սա է։ Վերադարձ։ Ո՞վ է վերադառնում։ Չեմ լսում ձեզ։ Հիսուսը, ճիշտ է։ Այսպիսով ճանապարհը սա է՝ ապաշխարություն, թարմություն, վերականգնում
և վերադարձ։ Ես հավատում եմ, մենք ապրում ենք վերականգնման շրջանում։ Շատ բաներ վերականգնվում են եկեղեցում։ Սուրբ Հոգու գերբնական պարգևները, ծառայության պարգևները, առաքյալներ, մարգարեներ և այլն։ Պատգամն է վերականգնվում։ Մենք երկար ժամանակ աղավաղել ենք ավետարանը խոսելով պարզապես փրկության մասին, մինչդեռ նոր կտակարանում դա կոչվում է արքայության ավետարան։ Դա ուղերձ է թագավորի մասին և նրա անունը Հիսուս է։ Ավետարանը հայտարարում է, որ կա թագավոր, որը իշխում է և մարդիկ պետք է հնազանդվեն նրան։ Դա պարզապես խնդիրներից դուրս գալու ուղի չէ, դա հրավեր է մտնելու Աստծո արքայություն Հիսուսի իշխանության ներքո։ Իմ համոզմամբ ամենակարևոր բաներից մեկը, որ Աստված ցանկանում է վերականգնել, եկեղեցու միասնությունն է։ Երբ սա դիտում ենք այդ կոնտեքստում, միասնությունն այլևս չի թվում որպես անհասանելի, այլ դառնում է հասկանալի նպատակ։ Իրականում իմ կարծիքով միասնությունն Աստծո վերականգնման ծրագրի վերջնական նպատակներից մեկն է։ Հիմա, ինչ է նշանակում միասնություն։ Նշանակում է արդյոք, որ Աստված ուզում է ունենալ մեկ համաշխարհային հարանվանություն, որտեղ բոլորը պիտի ներգրաված լինեն։ Իմ պատասխանն է ոչ, փառք Աստծուն, դա այդպես չէ։ Իսկ միասնության իմաստը երևում է Հիսուսի հորն ուղղված աղոթքից։ Հովհաննեսի 17-րդ գլխի 20-23 համարներում, որտեղ թեման մեկ լինելն է։ Այնտեղ նա ասում է. բայց միայն նրանց համար չեմ խնդրում, մասնավորապես այդ պահին Հիսուսի հետ գտնվող աշակերտների, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ։ Այդ խոսքը վերաբերում է մեզ բոլորիս, մենք բոլորս հավատացել ենք առաքյալների վկայության միջոցով, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, իմ մեջ և ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դու ինձ ուղարկեցիր։ Այսպիսով Հիսուսը հստակ աղոթում է բոլոր հավատացյալների համար, որ մենք բոլորս լինենք մեկ։ Մտածեք այս մասին։ Ես չեմ հավատում, որ Հիսուսը երբևէ աղոթել է մի բան, որ Հայրը չպատասխանի։ Նրա աղոթքի պատասխանը մեր միասնության երաշխիքն է։ Որովհետև Հիսուսը միշտ ստանում էր պատասխան։ Այնուհետև նա ասում է. «Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Ես նրանց մեջ և դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դու ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր, այնպես, ինչպես ինձ սիրեցիր»։ Այսպիսով մեր միասնության նախատիպը Հոր և Որդու միասնությունն է։ Այդ միասնությունը հիմնված չէ մեկ վայրում լինելու վրա, որովհետև Հիսուսը երկրի վրա էր, իսկ Հայրը երկնքում։ Ոչ էր հիմնված է կազմակերպության կամ էլ հարանվանության վրա, որովհետև Աստված հարանվանություն չունի։ Աստված հարանվանություն չէ։ Այնպես, որ այս տեսակի միաբանության մասին չէր աղոթում Հիսուսը։ Հոր և Որդու միաբանությունը հարաբերությունների միասնություն է, և դա հնարավոր է մեկ այլ անձի՝ Սուրբ Հոգու միջոցով։ Թեև Հայրը երկնքում էր, իսկ Որդին երկրի վրա, նրանք մեկ էին Սուրբ Հոգու միջոցով։ Առանց Սուրբ Հոգու միասնությունը կամ միաբանությունն անհնար է։ Փորձում եմ մի բան մտաբերել։ Մի անգամ կաթոլիկ մի աստվածաբան խոսում էր հոգեգալստականների հետ և փորձում էր բացատրել Սուրբ Հոգու մասին։ Նա ասաց. Սուրբ Հոգին Հոր և Որդու սիրո փոխհարաբերությունն է։
Թեև սա լիարժեք աստվածաբանական սահմանում չէ և նա չէր էլ փորձում այդպես ներկայացնել, բայց դա լուսաբանող է։ Հարաբերությունը Սուրբ Հոգու մեջ է։ Երբ Տերն աղոթում է, որ մենք մեկ լինենք, ինչպես Հայրը և Որդին մեկ են, նա չի ասում, որ բոլորս պետք է լինենք մեկ վայրում կամ մեկ հարանվանությունում կամ կազմակերպության մեջ, այլ որ մենք ունենանք հարաբերություն Սուրբ Հոգու միջոցով, ինչպես Հայրը և Որդին։ Եվ երբ սա հասկանում ենք, պարզ է դառնում, ինչ է Աստված ուզում։ Դա հեշտ չէ, բայց իմաստ ունի։ Աստված ուզում է, որ մենք իսկական հավատացյալներս կապված լինենք միմյանց հետ Սուրբ Հոգու միջոցով, ճիշտ այնպես, ինչպես Հայրը և Որդին։ Ի վերջո, քրիստոնեությունը պարզապես ճիշտ վարդապետության կրոն չէ։ Նրանք, ովքեր իրենց հավատքը կառուցում են միայն վարդապետության վրա, վերջում ունենում են պառակտումներ։ Եկեղեցու պատմության մեջ այն խմբերը, որոնք ամենից շատ շեշտել են դավանանքները, ավելի շատ են պառակտվել։ Օրինակ մկրտականներն ու եղբայրություն հարանվանությունը ոչ ոք չի կարող հաշվել, քանի տարբեր խմբեր են ծնվել իրենցից։ Ինչու՞։ Որովհետև նրանք փորձել են միասնությունը կառուցել դավանանքի վրա։ Դավանանքը կարևոր է, բայց ոչ միասնության հիմքը։ Քրիստոնեությունը ճիշտ հարաբերությունների կրոն է։ Նախ իմ հարաբերությունն Աստծո հետ, հետո իմ հարաբերությունը իմ հավատակիցների հետ։ Եկեղեցու գլխավոր խորհրդանիշը խաչն է։ Իմ հետևում և ձեր առջևում խաչ կա։ Խաչը բաղկացած է ուղղահայաց և հորիզոնական գծերից։ Ուղղահայացը ներկայացնում է մարդու հարաբերությունն Աստծո հետ։ Հորիզոնականը մարդու հարաբերությունը մարդու հետ։ Բայց խաչը այնպես է կառուցված, որ եթե հորիզոնական գիծը թեք է, ուղղահայացը ևս թեք կլինի։ Եթե մեկը թեք է, մյուսը նույնպես։ Սա կարևոր դաս է։ Եթե ես սխալ հարաբերության մեջ եմ հավատակիցներիս հետ, ապա ես սխալ հարաբերության մեջ եմ նաև Աստծո հետ։ Հեշտ է ինքներս մեզ խաբել, կարծելով, թե հարաբերությունս Աստծո հետ լավ է, երբ իրականում չեմ ստուգում իմ հարաբերությունը մյուսների հետ։ Ուրեմն Հիսուսի աղոթած միասնությունը հարաբերության միասնություն է Սուրբ Հոգու միջոցով։ Չնայած կարևոր է, թե ինչի ենք հավատում, բայց այս դարում մեր սահմանափակ մտավոր կարողություններով դժվար թե բոլորս համաձայնենք ամեն մանրուքի շուրջ։ Եվ չեմ կարծում, թե մանրուքները կարևոր են։ Բայց կան հիմնական ճշմարտություններ, որոնց պարտադիր է հավատալ։ Ես կարիք ունեմ դրանք առանձնացնել։ Ես հավատում եմ, որ մենք պետք է հավատանք Հիսուսի աստվածությանը։ Հիսուսն Աստված է։ Երկրորդ, ես հավատում եմ, որ Հիսուսը ծնվել է կույսից։ Եթե ոչ, ապա ամենայն հարգանքով ասած նա անօրինական ծնունդ կունենար։ Երրորդ, հավատում եմ, որ նա ապրեց առանց մեղքի։ Չորրորդ, հավատում եմ, որ նա մահացավ որպես փոխարինող զոհ ամբողջ մարդկության մեղքերի համար։ Հինգերորդ, հավատում եմ, որ նա մարմնապես հարություն առավ մեռելներից։ Եթե այս դավանանքի հետ խնդիր ունես, վերանայիր քո վերաբերմունքն Աստծո հանդեպ։ Վեցերորդ, ես հավատում եմ, որ նա համբարձվեց երկինք և այժմ նստած է Աստծո աջ կողմում։ Յոթերորդ, ես հավատում եմ, որ նա նորից գալու է անձամբ, զորությամբ և փառքով, որպեսզի դատի կենդանիներին և մեռածներին ու հաստատի իր թագավորությունը երկրի վրա։ Թույլ տվեք մի հարց տալ, առանց ձեզ անհարմարություն պատճառելու։ Քանիս հետ այս երեկո կարող եք ասել, փաստորեն պրինց եղբայր, ես հավատում եմ այդ 7 բաներին, որ դուք հենց նոր ասացի։ Կարող եք ձեռք բարձրացնել, դե փառք Աստծուն։ Ես չէի փնտրում այն մարդկանց, ովքեր ձեռք չէին բարձրացնի, բայց ակնհայտ է գրեթե բոլորը, եթե ոչ բոլորը բարձրացրին։
Հնարավոր է այստեղ եղածներից ոմանք անգլիկաններ են, մյուսները երիցականներ, մկրտականներ կամ տնային եկեղեցու անդամներ, ես չեմ կարծում, թե դա ամենակարևոր հարցն է։ Ամենակարևորը սա է, ինչպիսի հարաբերության մեջ ենք Աստծո հետ եւ ինչպիսի հարաբերության մեջ մեր եղբայրների հետ։ Բայց եթե օրինակ դուք եղբայրության համայնքից եք եւ չեք կարող հաղորդակցվել անգլիկանի հետ, կարծում եմ լուրջ խնդիր ունեք։ Նույնպես եթե դուք անգլիկան եք եւ չեք կարող հաղորդակցվել հոգեգալստական հավատացյալի հետ, դուք եւս լուրջ խնդիր ունեք։ Մեզնից ոմանք պետք է վերանայեն իրենց հարաբերությունները։ Իմ երիտասարդ տարիներին, երբ դեռ ծառայության մեջ նորեկ էի, վճռական էի իմ վարդապետությունը կատարելապես ճշգրիտ ձևով ձևակերպելու հարցում։ Ունեի վերլուծական միտք եւ սովոր էի ամեն բան սահմանելու։ Փորձում էի ստուգել ովքեր են ճիշտ եւ որքան շատ էի կենտրոնանում իմ դավանանքի վրա, այնքան պակաս էին դառնում այն մարդիկ, ովքեր համընկնում էին այդ չափանիշներին։ Վերջում մնացի մոտ 15.5 մարդու հետ, եւ նրանցից կեսի վրա էլ վստահ չէի, բայց հետո հասկացա, դա միասնության ուղին չէ, դա նաեւ երջանկության ճանապարհ չէ, շատ առումներով ես հիասթափված մարդ էի։ Այսպիսով, երբ Հիսուսը խոսում է միասնության մասին, նա ասում է, որ այն աշխարհում երկու արդյունք պիտի բերի։ Առաջինը աշխարհը պիտի հավատա, որ Հայրը ուղարկել է Որդուն, եւ երկրորդը աշխարհը պիտի ճանաչի, որ Հայրը ուղարկել է Որդուն եւ սիրում է մեզ, ինչպես Որդուն։ Այսինքն, եթե դուք իսկապես հետաքրքրված եք աշխարհին Հիսուսի վկայությամբ հասնելու հարցում, ինչը որ պարտադիր է, ուրեմն դա լավ է, շատ լավ է ու կարևոր է նվիրված լինել ավետարանչությանը։ Բայց ես չեմ կարծում, որ մեզնից որևէ մեկը միայնակ կարող է ավետարանել ամբողջ աշխարհը։ Բայց կա մի վկայություն, որը եթե կարողանանք իրականացնել ամբողջ աշխարհին կհասնի։ Ինչ վկայություն է դա։ Մեր միասնությունը։ Հիսուսն ասում է, եթե մենք իսկապես ունենանք այդ միասնությունը, աշխարհը կհավատա եւ կիմանա, որ ավետարանը ճշմարիտ է։ Դա չի նշանակում, որ բոլորը կդառնան հավատացյալներ, բայց բոլորը կկանգնեն ճշմարտության առջև այնպես, որ չկարողանան այն ժխտել։ Եվ հիմա կուզենայի մի պատկեր բերել միասնության մասին վերցված Սաղմոսների գրքից, շատ կարճ, պարզ եւ գեղեցիկ մի Սաղմոս, Սաղմոս 133։ Ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին իրար հետ։ Ուշադրություն դարձրեք, ասվում է բնակվում են։ Միայն կիրակի առավոտյան մի քանի ժամով նույն շենքում հավաքվելը եւ նույն երգերը երգելը դեռ ապրել կամ բնակվել չէ։ Միասին ապրելը շատ ավելին է նշանակում։ Դա կյանքին բաժնեկցելն է, միմյանց ճանաչելն ու հարաբերության մեջ մտնելը։ Եվ կրկին, հարցը հարաբերությունն է։ Այնուհետև Սաղմոսագիրը նկարագրում է ինչպիսին է միասնությունը երկու գեղեցիկ պատկերով։ Առաջինը օծման յուղը, որը դրվում էր քահանայապետի գլխին, երկրորդը ցողը, որ իջնում է։ Այն, այսինքն միասնությունը, ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն Ահարոնի մորուքի վրա եւ իջնում է մինչեւ նրա հանդերձանքների ծայրը։ Քահանայապետն օծվում էր հատուկ օծման յուղով, որը չէր կարելի կիրառել սովորական մարդկանց վրա։ Այն լցվում էր նրա գլխին, բայց այնքան առատ էր, որ հոսում էր մորուքով ներքև, հասնելով մինչեւ նրա հանդերձների եզրը։ Եվ նույնիսկ նրա հանդերձը ներծծվում էր օծման բույրով։ Եվ Սաղմոսագիրն ասում է, այսպիսին է եղբայրների միասնությունը։ Այն սկսվում է գլխից, Հիսուսից եւ հոսում է դեպի մարմին, ձեզ եւ ինձ։ Եվ հետո նա ասում է. Հերմոնի շաղի պես է, Հերմոնը մերձավոր արևելքի ամենագեղեցիկ լեռն է, գտնվում է Սիրիայում։ Իրականում Իսրայելի եւ Սիրիայի սահմանին տարվա որոշ ժամանակներում լեռն ամբողջությամբ ծածկված է ձյունով։ Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա։ Այսինքն գեղեցիկ ցողը Հերմոնից իջնում է Սիոն, Երուսաղեմ,
Եվ այնուհետև գրված է այս միասնության մասին, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք մինչև հավիտյան, այնտեղ, որտեղ եղբայրները միասին ապրում էին միաբանությամբ։ Ես շատ ու շատ քրիստոնյաների եմ հանդիպել, ովքեր փնտրել են Աստծո օրհնությունը։ Ես հաճախ նրանց ասում եմ՝ մի ծախսեք այդքան ժամանակ օրհնությունը փնտրելու վրա, փոխարենը կատարեք դրա պայմանները։ Այդ ժամանակ ձեզ այլևս պետք չի լինի փնտրել այն պարզապես կգա, երբ եղբայրները միասին ապրում են միաբանությամբ, Աստված պատրաստված օրհնություն է տալիս, եւ երբ Աստված մի բան պատրաստում է, ոչինչ չի կարող այն արգելել։ Սա է միասնության գեղեցիկ պատկերը։ Այժմ կարևորը, որ պետք է տեսնել յուղի եւ ցողի կամ շաղի մասին, այն է, որ դրանք վերևից են ուղարկվում դեպի ներքև, եւ միասնությունն էլ այդպիսին է, միասնությունն էլ վերևից է գալիս դեպի ներքև։ Նույն կերպ էլ բաժանումը։ Երկուսն էլ սկսվում են առաջնորդությունից, եւ ահա սա է առաջնորդության մեծ պատասխանատվություններից մեկը։ Մոտ 2 տասնամյակ առաջ ես աշխատում էի մի խումբ ծառայողների հետ, փորձելով Աստծո ժողովրդին համախմբել։ Մենք պարզեցինք, որ գառներին հավաքելը հեշտ էր, բայց հովիվներին դժվար։ Եվ մենք բացահայտեցինք, որ գառներին հավաքելը խնդիրը չի լուծում, որովհետև հենց նրանք վերադառնում են իրենց հովիվների մոտ, հովիվները բաժանված են մնում եւ գառները նորից հայտնվում են տարբեր խմբերում միմյանցից բաժանված։ Այսպիսով սա առաջնորդության խնդիր է, եւ մենք բոլորս, որ առաջնորդներ ենք Քրիստոսի մարմնում, այս կամ այն կերպ լինենք հովիվներ, ավետարանիչներ, ուսուցիչներ կամ այլ դերերում, բոլորս պետք է որոշ չափով պատասխանատվություն կրենք Քրիստոսի մարմնի բաժանման համար։ Պատասխանատվությունն ընկած է առաջնորդության վրա, ոչ թե հոտի։ Իսկ հիմա ո՞րն է բաժանման արմատական պատճառը։ Ցանկանում եմ ասել, որ դա աստվածաբանությունը չէ։ Աստվածաբանությունը կարող է սխալ կիրառվել բաժանում առաջացնելու համար, բայց պատճառը Պողոս առաքյալը շատ պարզ է ներկայացնում։ Դա այն է, ինչ նա անվանում է մարմին կամ մարմնական բնույթ։ Դա մարդու չփրկված բնույթն է, մինչև այն պահը, երբ Աստված դիպչում է նրան եւ փոխում։ Դա ապստամբի բնույթն է։ Ես ձեզ կցուցադրեմ մի հատված, որը հստակ ապացուցում է դա։ Առաջին Կորինթացիներին 3-րդ գլուխ 1-4 խոսքեր։ Կորինթացիների եկեղեցում առկա բազմաթիվ խնդիրներից մեկն էլ բաժանումն էր։ Կասեի, այն շատ փոքր էր համեմատելով այն բաժանումների հետ, որ այսօր կան եկեղեցում։ Եվ Պողոսը գրում է. «Ես էլ եղբայրներ չկարողացա խոսել ձեզ հետ իբրև հոգևոր մարդկանց, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների։ Դուք դեռ հոգևոր մանուկներ եք, ասում է նա, ձեզ կաթ խմեցրի եւ ոչ թե կերակուր տվեցի, որովհետեւ դեռևս չէիք կարող այն ընդունել։ Եվ տեսնում եք, մանուկները չեն կարող ընդունել պինդ հոգևոր կերակուր, նույնիսկ եթե քարոզվում է, նրանք չեն կարող ընդունել։ Հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք, իսկ հիմա ի՞նչն էր դրա ապացույցը։ Պողոսն ինչպես հասկացավ, որ նրանք մարմնավոր էին։ Որոշ աստվածաբաններ ասում են, Կորինթացիների եկեղեցին մարմնավոր էր, որովհետև նրանք շատ էին լեզուներով աղոթում։ Սովորաբար դա ասում են նրանք, ովքեր իրենք անձամբ չեն խոսում լեզուներով։ Բայց Պողոսը դա նկատի չունի, նա լեզուներով խոսելու դեմ չէ, իրականում նա ասում է, ցանկանում եմ, որ դուք բոլորդ խոսեք լեզուներով։ Իսկ ո՞րն էր նրանց մարմնավոր լինելու ապացույցը։ Նրանք բաժանված էին։ Հետևում էին մարդկանց, ոչ թե Հիսուսին, եւ հենց դրա հիման վրա Պողոսն ասում է միայն մեկ պատճառ կա դրան՝ ձեր մարմնավոր լինելը, ահա թե ինչ է նա ասում։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ եւ կռիվ կա, չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։ Երբ մեկն ասում է ես Պողոսական եմ, իսկ մյուսը ես ապողոսական, մարմնավոր մարդիկ չեք։ Իսկ ինչ էր մարմնավոր լինելու նշանը։ Նախանձ, հակառակություն, բաժանում եւ մարդկանց հետևելը։ Մարդկանց հետևելը ինքնին սխալ չէ, որոշակի իմաստով, եթե նրանք Աստծուց նշանակված առաջնորդներ են, բայց երբ մարդկային առաջնորդները մթագնում են Քրիստոսին այնքան, որ հավատքի նվիրվածությունը դառնում է Պողոսին կամ Ապողոսին, այլ ոչ թե Հիսուսին,
այդտեղ է արդեն խնդիրը ծագում։ Ուշադրություն դարձրեք, որ Պողոսը միայն Ապողոսին նվիրված լինելու դեմ չէր, նա իր մասին էլ նույնն ասաց։ Նա դեմ էր այն ամենին, որ մարդկային առաջնորդությունը դարձնում էր քրիստոնեական հիմք։ Եվ կարծում եմ սա հենց այն վիճակն է, որում այսօր գտնվում է եկեղեցին։ Իսկ դրա արմատական պատճառը ոչ թե վարդապետություններն են, ոչ թե աստվածաբանությունը, այլ մարմնավորությունը։ Դա մեր մարմնական բնույթն է։ Հետո Գաղատացիների 5-րդ գլխում Պողոսը թվարկում է մարմնի գործերը։ Եվ այնտեղ էլ նույն ճշմարտությունն է հստակ երևում։ Գաղատացիների 5:19-ից սկսած։ Հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն և կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Եթե վերլուծենք այս ցանկը, կտեսնենք, որ մարմնի գործերը բաժանվում են 4 խմբի։ Առաջինը սեռական անբարոյություն։ Երկրորդը այն, ինչ կոչում ենք գերբնական կամ կախարդության ոլորտ, կռապաշտություն և կախարդություն։ Երրորդը ամենատարբեր բաժանումները և դա ամենամեծ խումբն է։ Չորրորդը ինքնագոհություն կամ մարմնի ցանկությունների հետևում։ Ահա այս 4 խմբերը՝ անբարոյություն, գերբնական շեղում, բաժանումներ և ինքնագոհություն։ Բայց եթե ուշադիր նայեք բաժանումների օրինակներին, դրանք 3 անգամ ավելի շատ են, քան մնացածները։ Ահա ցանկը՝ թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, եսասիրական ձգտումներ, բաժանումներ, հերձվածողություններ և չարակամություն։ Այս ամենը բաժանման տարբեր ձևեր են։ Այսպիսով մարմնի գործերի ամենամեծ խումբը բաժանումների դրսևորումներն են։ Եվ Պողոսն էլ հենց դա է ասում. եթե ձեր մեջ բաժանում կա, դուք մարմնավոր եք։ Սա մեզ ցույց է տալիս այս վիճակի շատ պարզ լուծումը։ Որն է եկեղեցու բաժանման դեղամիջոցը։ Պողոսը նույն գլխում 24-րդ համարում ասում է. Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Մարմնավոր բնության միակ դեղամիջոցը խաչելությունն է։ Հռոմեացիներին 6-րդ գլխի 6-րդ խոսքում Պողոսն ասում է. մեր հին մարդը, այսինքն ադամական բնությունը, խաչվեց Քրիստոսի հետ։ Սա այն բանն է, որ Աստված արդեն արել է ավելի քան 19 դար առաջ։ Բայց այստեղ ասում է նրանք, ովքեր Քրիստոսինն են, պետք է խաչեն իրենց մարմինը, մենք ինքներս պետք է դա անենք, Աստված դա հնարավոր է դարձրել, մենք պետք է կիրառենք այն։ Խաչելությունը ցավոտ է, և մարմինը խաչելն էլ անցավ չէ։ Պետք է վերցնես քո ձեռքերն ու ոտքերը և խաչի մեխերը խրես ասելով. ես խաչվել եմ Քրիստոսի հետ։ Պետք է հրաժարվես քո մարմնավոր ցանկություններից ու ձգտումներից։ Ես հատկապես մտածում եմ այն մի կարևոր բառի մասին, որը հնչում էր այդ ցանկում. չարակամություն կամ եսասիրական ձգտում։ Անձամբ կարծում եմ, հենց դա է Քրիստոսի մարմնի բաժանման հիմնական պատճառը։ Դա այն առաջնորդների ձգտումներն են, ովքեր ուզում են անել իրենց ուզածը, բարձրացնել իրենց անունը, կառուցել մեծ եկեղեցի, հայտնի դառնալ և դրանով էլ ստվերում թողնել Հիսուսին։ Ահա դեղամիջոցը։ Թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ համոզեն, թե պետք է փոխենք մեր աստվածաբանությունը։ Գուցե պետք է, բայց դա չէ դեղամիջոցը։ Կարող ես ունենալ ամենաճշգրիտ աստվածաբանությունը և միևնույն ժամանակ լինել բաժանման պատճառ, եթե քո մարմնավոր բնությունը դեռ չի խաչվել։ Թույլ տվեք հակիրճ ներկայացնել, թե ինչ է ասում նոր կտակարանը սիրո մասին։ Հունարենում սիրո համար տարբեր բառեր կան։ Այն սերը, որի մասին խոսում է Հիսուսը, հունարենում հայտնի բառ է՝ ագապե։ Եվ հիմնականում դա Աստծո սերն է։ Չնայած բացառություններ էլ կան և այն կարող է կիրառվել նաև մարդկային սիրո համար։ Հիսուսն անգամ ասաց, որ մեղավորներն էլ իրար սիրում են։ Այսինքն հնարավոր է, որ մեղավորներն ունենան սիրո որոշ ձևեր, բայց հիմնականում սերը Աստծուց է սկիզբ առնում։
Եվ Հովհաննեսի 13:34-ից 35-ում Հիսուսն ասում է. Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Ուշադրություն դարձրեք, սերը առաջարկ չէ, խորհուրդ չէ, այլ պատվիրան է։ Եթե մենք չենք սիրում միմյանց, ապա անհնազանդ ենք։ Սա ուղղակի ճշմարտություն է։ Իսկ Հիսուսն ասում է, պետք է սիրենք միմյանց այնպես, ինչպես նա սիրեց մեզ։ Հետո նա ասում է մի շատ կարևոր միտք. ըստ էության նա աշխարհին իրավունք է տալիս դատել եկեղեցին։ Ասում է, եթե դուք սեր ունենաք միմյանց հանդեպ, բոլորն իմանալու են, որ իմ աշակերտներն եք։ Բայց հակառակը նույնպես ճշմարիտ է, եթե մենք չենք սիրում միմյանց, աշխարհն իրավունք ունի ասել, դուք Հիսուսի աշակերտները չեք։ Այսպիսով մենք չենք կարող մերժել աշխարհի դատողությունը։ Հիսուսն ինքն է աշխարհին տվել այդ իրավունքը։ Գիտեք, հաճախ մենք փորձում ենք աշխարհին ասել ինչպես վարվել, իսկ աշխարհն ամեն իրավունքն ունի ասել, երբ դուք կարողանաք ձեր իսկ տունը կարգավորել, նոր եկեք մեզ սովորեցրեք։ Քանի որ եկեղեցում բաժանումներն այդքան ակնհայտ են։ Կարծում եմ ձեր մեծ մասը կհամաձայնվի, որ ավետարանը մարդկանց ներկայացնելու հիմնական խոչընդոտներից մեկը եկեղեցու բաժանումն է։ Ես մի անգամ զրուցում էի մի հրեա երիտասարդի հետ, խոսելով Մեսիայի հավատքին դարձի գալու մասին։ Նա ասաց, որ խմբին ես ուզում, որ միանամ։ Եվ նա գտնվում էր Երուսաղեմում, իսկ Երուսաղեմում ցավալի փաստ է, որ քրիստոնյաները նույնիսկ ֆիզիկապես կռվում են իրար հետ։ Որտեղ։ Սուրբ Գերեզմանի տաճարում։ Երկու տարբեր խմբեր, որոնց անունը չեմ նշի, իրենց են վերագրում ինչ-որ տարածք, որպես սրբավայր, եւ իսրայելացի զինվորներն են ստիպված լինում միջամտել, որ նրանց բաժանեն իրարից։ Դա ծայրահեղ օրինակ է, բայց կարելի է հասկանալ, թե ինչու իսրայելցիներն ասում են, ես չեմ կարող հավատալ դրան։ Մենք բոլորս որոշ չափով պատասխանատու ենք, որ մեր բաժանումներով հեռացնում ենք մարդկանց Հիսուսի հավատքից։ Հետո Հովհաննեսի 15:12-13-ում Հիսուսն ասում է. Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եվ հետո նա հստակ սահմանում է այդ սիրո տեսակը. ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, որ իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Այսպիսով այն սերը, որի մասին խոսում է Հիսուսը, այն սերն է, որը կյանք է զոհում ուրիշների համար։ Եվ Հովհաննեսը նույն միտքը շարունակում է իր առաջին թղթում, առաջին Հովհաննեսի 3:16-17-ում։ Նա ասում է. սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար։ Մենք իրականում չէինք իմանա ինչ է սերը, եթե Աստված օրինակով չցուցաբերեր այն։ Սիրո մարդկային լիարժեք օրինակ չունենք, բայց այժմ գիտենք, թե ինչ է իրական սերը, որովհետև Աստված Հիսուսի միջոցով իր կյանքը տվեց մեզ համար։ Եվ մենք ևս պարտավոր ենք մեր կյանքը տալ եղբայրների, մեր հավատակիցների համար։ Եվ որպեսզի չափից ավելի հոգևոր չդառնանք, նա տալիս է շատ գործնական մի օրինակ։ Հաջորդ խոսքն ասում է. ով այս աշխարհի բարիքներն ունենա եւ իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծո սերը նրա մեջ ինչպես կարող է ապրել։ Այլ կերպ ասած, եթե մենք ունենք այն, ինչը կարող է բավարարել մեր եղբոր կամ քրոջ կարիքը, եւ տեսնելով նրանց կարիքի մեջ չենք օգնում, ապա անիմաստ է ասել, թե Աստծո սերը բնակվում է մեր մեջ։ Համաձայն եք։ Տրամաբանական չէ։ Ուզում եմ ձեր համաձայնությունը ստանալ, որովհետև ուզում եմ դա կիրառել։ Սա մեծապես առնչվում է այն ամենին, ինչ խոսեցինք այս հանդիպումից առաջ։ Եթե ձեր եղբայրները Չինաստանում ունեն կարիք, իսկ դուք ունեք այդ կարիքը բավարարելու հնարավորություն, ո՞նց կարող եք պնդել, որ Աստծո սերը բնակվում է ձեր մեջ, եթե ոչինչ չեք անում։ Այդպես չէ՞։ Արդյոք ճշմարտություն եմ ասում։ Չեմ ցանկանում ձեզ համոզել ձեր կամքին հակառակ, բայց ինձ համար սա շատ պարզ է։ Ես մատնացույց չեմ անում ուրիշներին, որովհետև ես ինքս անընդհատ պայքար ունեմ եսասիրության հետ։
Մենք եսասեր ենք ծնվում, եւ միայն Աստծո վերափոխումն ու նրա հոգու զորությունն են, որ կարող են հաղթահարել եսասիրությունը։ Ուստի մենք պատրաստ լինենք թույլ տալու, որ Աստված գործի դրա հետ։ Այժմ ես ուզում եմ եւս մեկ սուրբ գրային հատված բերել սիրո մասին, սա իմ սիրած համարներից մեկն է։ Առաջին Տիմոթեոսի 1:5-6։ Ես անգիր հիշում եմ այդ հատվածը, այն հետեւյալն է ասում. Պատվիրանի նպատակը սերն է, բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատքից։ Իսկ մեկ այլ թարգմանություն հետևյալ ձևակերպումն ունի. խրատի նպատակը սերն է։ Սիրում եմ այս ձևակերպումը, որովհետև շատ հստակ է։ Եթե մենք չենք սերմանում սեր Աստծո ժողովրդի մեջ, մենք բաց ենք թողնում ծառայության ողջ նպատակը։ Քարոզչության նպատակը սերն է։ Երբ առաջին անգամ կարդացի այս թարգմանությունը, ասացի ինձ. դեր եք եղբայր, պիտի ստուգես քո ծառայությունը, նայիր այն մարդկանց, որոնց ծառայել ես, դիտիր արդյունքները նրանց կյանքում եւ հարց տուր, արդյոք դու ձևավորում ես սիրող մարդկանց։ Եթե ոչ, ուրեմն ամբողջ ծառայությունդ, խոսքերդ ժամանակի կորուստ են։ Լսեք, մեր խրատի նպատակը սերն է, մաքուր սրտից, բարի խղճմտանքից, անկեղծ հավատքից։ Սրանք են սիրո պահպանման 3 պայմանները. մաքուր սիրտ, բարի խղճմտանք եւ անկեղծ հավատ։ Հետո ասվում է, որոնցից խոտորվելով ոմանք դատարկաբանության մեջ մոլորվեցին։ Ուրեմն եկեղեցում այն ամենը, ինչ ծնունդ չի տալիս սիրուն, ունայն խոսք է։ Եկեք նայենք մեր համայնքներին ու ինքներս մեզ հարց տանք, որքան ունայն խոսք է հնչում եկեղեցիներում, որքան ուսուցում, քարոզ, կրոնական գործունեություն կա, որը չի բերում այն միակ նպատակին՝ սիրուն։ Ես ուրիշների մասին չեմ խոսում, ես անընդհատ ստուգում եմ իմ կյանքը եւ ծառայությունը։ Արդյոք ես օգնում եմ մարդկանց դառնալ սիրով լեցուն, եթե ոչ, ուրեմն ամեն ինչ ժամանակի կորուստ է։ Եվ երբ կանգնեմ Տիրոջ առաջ դատաստանի օրը, այդ ամենը մի ակնթարթում կայրվի։ Հիմա թույլ տվեք հիմա կարճ ներկայացնել մի քանի պարզ պատասխաններ, թե ինչ անել, որ միասնությունը վերականգնվի։ Ինչպես կարող ենք վերադառնալ միասնությանը։ Խոսելու եմ գործողությունների 3 տարբեր աղբյուրների մասին։ Նախ եկեղեցին, հետո Աստված եւ երրորդը գուցե զարմանաք Սատանան։ Այո, Աստված հաճախ օգտագործում է Սատանային իր նպատակը կատարելու համար։ Հիշում եք, չէ՞, որ Սատանայի միջոցով էր, որով իրականացավ Հիսուսի խաչելությունը։ Նա չգիտեր ինչ է անում, բայց նա դարձավ գործիք, որով փրկությունը հասավ աշխարհին։ Եվ ինձ միշտ ոգեշնչում է տեսնել, թե Աստված ինչպես է օգտագործում իր թշնամիներին։ Միշտ մտածում եմ Մովսեսի պատմության մասին, դիտարկենք դա մի պահ։ Ահա Մովսեսը, որ ծնվեց որպես գեղեցիկ մի երեխա, բայց պատրաստված էր մահվան, փարավոնի դուստրը վերցնում է նրան, մեծացնում, լավագույն կրթություն է տալիս, իսկ Աստված խոսում է փարավոնի հետ, չնայած նա չի լսում։ Աստված կարծես ասում է. «Փարավոն, ես առաջնորդ եմ պատրաստում, որը լինելու է քո ժողովրդի կործանման եւ պարտության պատճառը։ Նա կկոտորի քո իշխանությունը, մի պարտություն կպատճառի, որը երբեք չես հաղթահարի։ Ու ես պարզապես կարգադրում եմ, որ 40 տարի նա քո մոտ ուսանի»։ Ահա թե ինչպես է Աստված գործում։ Այժմ անդրադառնանք 3 աղբյուրներին։ Նախ եկեղեցին, Աստծո ժողովուրդը։ Գործ Կարաքելոց 3:19-ում կարդում ենք. ապաշխարեք։ Ինչ պետք է անենք։ Պետք է ապաշխարենք։ Ինչից։ Մեր կյանքի այն բոլոր բաներից, որոնք բաժանման աղբյուր են։ Այն վերաբերմունքից, որը հանդուրժում է բաժանումը ու նույնիսկ խրախուսում դա։ Դրանցից պետք է ապաշխարենք։ Երկրորդ, Աստված անելու է իր գործը, առանց Աստծո ներգրավվածության դա հնարավոր չի լինի, մարդկային ջանքերով հնարավոր չէ այդ արդյունքը ստանալ։ Բայց Գործ Կարաքելոց 2-ում հոգեգալստյան օրը
Պետրոսը կանգնեց ու կիրառեց Հովելի մարգարեությունը։ Գործք 2:16-18 Պետրոսն ասում է. «Սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով»։ Եվ մեջբերում է հետևյալը. «Եվ վերջին օրերին ասում է Աստված, իմ հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, եւ իմ ծառաների ու աղախինների վրա ես այդ օրերին իմ հոգուց պիտի հեղեմ եւ պիտի մարգարեանան»։ Սա Աստծո միջամտությունն է։ Սա նրա ինքնիշխան որոշումն է։ Նա ասում է. «Մինչ այս դարաշրջանի ավարտը ես կայցելեմ ողջ աշխարհին իմ Սուրբ Հոգու գերբնական զորությամբ ու պարգևներով»։ Եվ ամեն մարմին ասելով նկատի ունի ողջ մարդկային ցեղը։ Մենք որոշ չափով տեսել ենք դրա իրականացումը վերջին 2 տասնամյակում, բայց մարդկության շատ հատվածներ այդ հոգուց մեկ կաթիլ անգամ չեն զգացել։ Մոնղոլիայի ժողովուրդը կամ արտաքին Մոնղոլիան գրեթե ոչ մի կերպ չի ճաշակել Սուրբ Հոգին։ Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի շատ երկրներ, Սաուդյան Արաբիան և հարևանները նույն կերպ։ Այսպիսով, մարգարեությունն ամբողջությամբ դեռ չի իրականացվել։ Բայց սա Աստծո նպաստն է միասնությանը, որովհետև Հիսուսի աղոթած միասնությունը հնարավոր է միայն Սուրբ Հոգու մեջ։ Որքան ավելի շատ Սուրբ Հոգու ներկայություն կա եկեղեցում, այնքան հեշտ կլինի վերադառնալ միասնության։ Եկեք հիշենք Հիսուսի աղոթքը Հովհաննեսի 17:22-ում։ Հիսուսն ասում է Հորը. «Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ»։ Անգլերենում այն հստակ չի երևում, բայց ես զրուցել եմ մի հույն գիտնականի հետ, ով հունախոս է և ծնվել է Հունաստանում, և նա ինձ համար նշեց, որի հետ ես համաձայն եմ, որ այնտեղ, որտեղ Հիսուսն ասում է. «Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն», դա պայմանական խոսք է։ Այդ որպեսզին հունարենի մեջ նպատակ է ցույց տալիս։ Փառքը տրվել է, որպեսզի միասնություն լինի։ Իսկ այդ փառքը Աստծո Հոգու ներկայությունն ու զորությունն է։ Այսպիսով մեր բոլոր ջանքերը, բոլոր աղոթքներն առանց Աստծո Հոգու բավարար չեն, բայց Աստված շարժվում է իր Հոգով և հենց այդ հեղված Հոգին է դառնում միասնության մեծ շարժիչ ուժը։ Կարծում եմ դուք կհամաձայնվեք, եթե որևէ ժամանակ եղել եք խարիզմատիկ շարժման մաս։ Մենք հեռու ենք կատարելությունից, բայց Սուրբ Հոգու գործը պատնեշներ է կոտրել։ Այս երեկո այստեղ հավանաբար առնվազն 10 տարբեր համայնքներից մարդիկ կան։ 10 տարի առաջ դա քիչ հավանական կլիներ։ Այսպիսով, չնայած մեր թերություններին ու դժվարություններին, Աստված շարժվում է իր Հոգով և վերականգնում է այն փառքը, որ եկեղեցին ուներ հենց սկզբում, որպեսզի բոլորս լինենք մեկ։ Եվ թույլ տվեք ավելացնել, որ մենք հեռու ենք կատարելությունից։ Թույլ տվեք արագ անցնել նաև երրորդ աղբյուրին՝ սատանայի գործունեությունը։ Արդեն ասացի, Աստված օգտագործում է սատանային։ Եվ սատանան կարևոր դեր է խաղալու ճշմարիտ եկեղեցու միավորման գործում երկու ձևով։ Նախ արտաքին ճնշման միջոցով։ Մատթեոսի 24:9-13-ում Հիսուսը նկարագրում է դարավերջյան վիճակը։ Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ։ Իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։ Ում է ասում ձեզ, չեմ լսում ձեզ, շատ պարզ է, այս ձեզը մեզ է վերաբերում։ Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Ովքեր են այդ շատերը։ Քրիստոնյաները, ճիշտ է։ Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու, և անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։
Այնտեղ սեր բառն ագապեն է, այսինքն այն սերը, որ հատուկ է հավատացյալներին։ Այսպիսով վերջին ժամանակներում լինելու են այնպիսի ուժգին ճնշումներ, որ մարդիկ կամ կքշվեն Տիրոջից հեռու, կամ կքշվեն դեպի Տերը։ Նրանք, ովքեր չեն մերժի հավատը, չեն դավանի Քրիստոսին, կհամախմբվեն միմյանց հետ։ Երբ դու բանտարկվում ես պարզապես այն բանի համար, որ քրիստոնյա ես, այլևս շատ մեծ նշանակություն չունի, դու մկրտական ես, թե անգլիկան։ Այդ իրավիճակում դա այնքան էլ կարևոր չէ։ Եվ նման բաներ արդեն սկսում են տեղի ունենալ աշխարհի տարբեր մասերում։ Սա արտաքին ճնշումներ։ Իսկ հետո կա ներքին ճնշում։ Երկրորդ Թեսաղոնիկեցիներին 2-րդ գլխում Պողոսն ասում է, որ Տիրոջ գալուստը չի լինի մինչև տեղի չունենա հավատուրացումը։ Ես ժամանակ չունեմ մեկնաբանել ամբողջ հատվածը, բայց հունարեն բառը ապոստասիան է, որից էլ առաջացել է անգլերեն ապոստասի բառը։ Նման բառ կիրառվում է Պողոս առաքյալի դեմ, ով մեղադրվում էր մարդկանց Մովսեսի օրենքից հեռացնելու մեջ։ Սա վերաբերում է հայտնված ճշմարտության մերժմանը։ Եկեղեցում լինելու է հավատուրացություն։ Եվ ես անձամբ հավատում եմ, մենք ապրում ենք դրա մեջ։ Ճիշտ է, դարերի ընթացքում եղել են եկեղեցու առաջնորդներ, որոնք անհավատարիմ են եղել են մարմնավոր կամ փողասեր, բայց հիմնականում նրանք չեն հերքել քրիստոնեական հավատի մեծ ճշմարտությունները։ Այս դարում, սակայն, մեծաթիվ հոգևորականներ բացահայտ կերպով ժխտում են այդ հիմնական ճշմարտությունները։ Ասում են Բրիտանիայում անգլիկան եպիսկոպոսների 2/3-ը չի հավատում Հիսուսի ֆիզիկական հարությանը, սա հավատուրացություն է, եւ սա միայն անգլիկան եկեղեցուն չի վերաբերում։ Շատ այլ եկեղեցիներում էլ նույն իրավիճակն է։ Պողոսը շարունակում է ասելով, որ դա բերում է երկու բանի, առաջին հակաքրիստոսին, քանի որ հակաքրիստոսի միակ խոչընդոտը եկեղեցին է։ Երբ այդ խոչընդոտը հանվում է, ճանապարհը բացվում է։ Երկրորդ արդյունքը կեղծ եկեղեցին է։ Հայտնության 17-րդ գլխում տեսնում ենք, որ վերջին ժամանակներում քրիստոնեության մեջ լինելու է երկու խումբ՝ հարսն ու պոռնիկը։ Եվ իմ համոզմունքն է, ամեն քրիստոնյա կգտնի իրեն այս երկու խմբերից մեկում։ Եթե հարսի մեջ չես, ապա պոռնիկի մեջ կլինես։ Դավանաբանական մեծ տարբերություններ չեն լինելու։ Իսկ ի՞նչն է տարբերակում հարսին և պոռնիկին։ Պողոսն ասում էր Կորինթացիներին. «Ձեզ Քրիստոսին եմ նշանել որպես սուրբ կույս»։ Եկեղեցին արդեն նշանված է Հիսուսին, բայց հարսանիքը դեռ չի եղել։ Հարսը նա է, ով մնում է հավատարիմ և նվիրված Հիսուսին։ Պոռնիկը նա է, ով մերժում է Հիսուսին։ Եվ եթե այսօր ուսումնասիրեք եկեղեցու հավատուրացումը, կտեսնեք, որ դրա էությունը Հիսուսին մերժելն է։ Այսպիսով մենք կանգնելու ենք այս ընտրության առաջ՝ լինել հարսի, թե պոռնիկի կողմում։ Հովել մարգարեն տեսավ տեսիլք, մարդկանց ահռելի զանգվածներ որոշման հովտում, դա այն հովիտն է, ուր մուտք գործելուց հետո այլևս հնարավոր չէ դուրս գալ, մինչև որոշում չկայացնես։ Այդ որոշումը կլինի հետևյալը՝ հավատարմություն Հիսուսին, թե դավաճանություն։